Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Կան մթերքներ, որոնց օգտագործումից շատ արագ քաշ ենք հավաքում։ Հեղուկ կալորիաներ, միջուտեսներ, պարզ ածխաջրեր։ Ուրեմն որոնք են այդ 3 խումբ մթերքները, որոնք պետք է բացառել սննդակարգից, եթե չեք ուզում գիրանալ։ Կան մթերքներ, որոնք պետք է արգելել, կան մթերքներ ուղղակի որոնցից ավելի արագ են քաշ հավաքում։ Ինչպես է ալկոհոլը խանգարում նիհարել։ Գարեջուրը շատ ազդում է հորմոնալ ֆոնի վրա տղամարդկանց։ Այսօր մենք տեսնում ենք տղամարդիկ, ովքեր ունեն կոնքեր, ազդրեր, կանանց նման, ունեն շատ մեծ որովայն անգամ տերմին կա, հա, գարեջրային փորիկ կոչվածը։ Ինքը անվնաս խմիչք չի։ Իսկ սուրճը օգնում թե խանգարում է նիհարել։ Սուրճի կետեր կան, երիտասարդները գնում են, տալով 1000-2000 դրամ, ամեն օրը մի քանի անգամ խմում են այդ սուրճերը, հենց սլիվկաներով ու սիրոպներով, եւ անցնում է ժամանակ, մազակալում, հորմոնալ խնդիր, ավել, քաշճար, պոտ մարմին, ցելյուլիտ, որտեղից եկավ։ Խոսելով միջուտեսների մասին, արևածաղկի սերմերը օգտակար են, վնասակար են, օգնում են նիհարել թե խանգարում։ Արևածաղիկը ունի հիվանդություն, մինչև չի վերջանում, չես հանգստանում։ Դրա համար կամ փորձում ենք քիչ գնել, կամ փորձում ենք հեռու մնալ, կամ էլ փորձում ենք ինչ-որ մի ձև տեղավորել օրվա կալորիականության նորմայի մեջ, որովհետև մի բուրով հաստատ չենք կշտանա, կես կիլոն էլ իր հետևից բերում է շատ մեծ կալորիական հետևանքներ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ, կան մթերքներ, որոնց օգտագործումից շատ արագ քաշ ենք հավաքում։ Հեղուկ կալորիաներ, միջուտեսներ, պարզ ածխաջրեր։ Ուրեմն որոնք են այդ 3 խումբ մթերքները, որոնք պետք է բացառել սննդակարգից, եթե չեք ուզում գիրանալ։ Կզրուցենք սննդաբան Անժելա Օթուջյանի հետ։ Ողջույն Անժելա։ Ողջույն Կարինե ջան։ Սննդաբանները սննդամթերքների կալորիականության, օգտակարության ու վնասակարության մասին գիտեն այբուբենի պես, օգնեք մեզ տիրապետել ինֆորմացիայի ուժին նույնպես, եւ ասենք իսկապես միֆ չէ, որ կան մթերքներ, որոնք ավելի արագ քաշ են հավաքում։ Իրականում այո, կան նման մթերքներ ու ինձ շատ դուր է գալիս ծրագրագետ մոտեցում էս ամեն ինչին, որտեվ դուք չեք ասում կան մթերքներ, որոնք պետք է արգելել, կան մթերքներ ուղղակի որոնցից ավելի արագ են քաշ հավաքում։ Ես շատ սիրում եմ այդ մոտեցումը, որտեվ արգելք ինքնին արդեն նշանակում է, որ մարդու մոտ առաջանում է պաշտպանական ռեակցիա տվյալ մթերքների նկատմամբ։ Պետք է ուղղակի մի փոքր զգուշություն։ Նման մթերքներ իրականում կան եւ շատ կարեւոր է գլոբալ հասկանալ, որ այո, այսօր մենք ասում ենք նիհարելու միակ կանոնը դա ծախսել ավելի շատ կալորիա, քան ստանում ենք, կամ հակառակը ստանալ ավելի քիչ, քան ծախսում ենք, բայց միայն կալորիաներով այդ ամենը չի սահմանափակվում, կա նաև այդ կալորիաների բաղադրությունը, որտեղ եթե մարդ ունի օրական կալորիայի նորմա, ենթադրենք 1600 կալորիա, այդ ինքը կարող է ստանալ տարբեր օգտակար մթերքներով, եւ մթերքներից օրինակ կա, չզանենք շատ վատ կամ շատ լավ մթերքներ, միջին օգտակարության մթերքներ, օրինակ կարաս ուտես տորտ ու ստանաս 1600 կալորիա, էլի նիհարես, ուտես բազմազան մթերքներ, էլի ստանաս այդ կալորիան, էլի նիհարես։ Այս այստեղ զանազանությունը կարելի ու չկարելիի միջև, որը այսօր այո, կքննարկենք միասին։ Այո, ուրեմն անդրադառնանք առաջին խումբ մթերքներին, որոնք շատ արագ քաշ են ավելացնում։ Առաջինը հեղուկ կալորիաներն են եւ ամենավտանգավորը գազավորված ըմպելիքները։ Ասենք ինչով են վտանգավոր։ Այո, իրականում դա իմ համար սարսափելի է, որովհետև այսօր ոչ թե մեծերին է դա վերաբերվում, այսինքն ավել քաշը բավական երիտասարդացել է։ Երիտասարդացել է ընդհանուր մինչև դպրոցական եւ փոքր տարիքի մանկապարտեզի մսուր երեխաների, որովհետև ծնված օրվանից տունը կա գազավորված ըմպելիքներ, կան լիմոնադներ, ինքը իրանից ոչինչ չի ներկայացնում, ջուր, շաքար, գազ եւ վերջ, սիրոպ ու գազ, սիրոպ ու գազ։ Եվ երեխաները այսօր ինչ են անում, մեծանում են ոչ թե ջրով, այլ գազավորված ըմպելիքով, համացանցում պտտվող անգամ նկար կա, երբ որ բույսը ջրում են ջրով, իսկ ցույց են տալիս օրինակը, հա, դուք ձեր երեխային չեք տալիս ջուր, թե կոկա-կոլա, անգամ ես չեմ ուզում բրենդավորեմ այս ամեն ինչը, բայց նույնպես գազավորված ըմպելիք է։ Եվ պատկերացնում եք արդյունքը, եթե նույն գազավորված ըմպելիքով ջրեն բույսը, միանգամից ինչ տեղի կունենա։ Դա կամաց տեղի ունենում ձեր երեխայի ստամոքսի հետ, առհասարակ առողջության հետ։ Սա է դառը իրականությունը։ Գազավորված ըմպելիքները ոչ միայն ավելորդ քաշի պատճառ են, այլև շատ լուրջ առողջական խնդիրների։ Այո, առողջական խնդիրների, ինչու, քանի որ անգամ նմանատիպ ըմպելիքների վրա, երբ որ գրած է less calorie կամ sugar free, դրա տակ թաքնվում է այլ ոչ պարզ շաքար բառը, այլ անվանում ունեցող շաքարները, օրինակ ասպարտամ, այո, որը որ նույն շաքարն է փաստացի։ Եվ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ, օրգանիզմում արագ շաքարի մակարդակը բարձրանում է,
Եվ քանի որ մենք ունենք շատ լավ օրգան, ենթաստամոքսային գեղձը, որը ինսուլին է արտադրում, մի փոքր ուշացումով զինվորները գալիս են, քանի որ սիգնալ կա օրգանիզմում բարձր շաքարի, իջեցնում են շաքարը, բայց չեն իջեցնում նորմայի մեջ։ Իջեցնում են նորմայից ցածր։ Եվ այդտեղ արդեն գալիս է երկրորդ վիճակը, երեխաներից մենք խոսացինք, հատկապես երեխաների մոտ, երբ որ արագ, հա, 30 րոպե, 40 րոպե հետո մամի բան տուր ուտեմ, թե չէ հեսա ուշքս կգնա, մամի բան տուր ուտեմ, թե չէ հեսա լավ չեմ զգում ինձ։ Այդ դողը անգնում մարդկանց մեջ, այդ ցածր շաքարի մակարդակն է։ Եվ ինչա պետք արագ էներգիա։ Իսկ ցավոք սրտի մի կտոր հավի միսը կամ, չգիտեմ, օրինակ հնդկաձավարով փլաֆը հաստատ այդ արագ էներգիան չեն տա։ Դու ման ես գալիս պարզ ածխաջուր, կոնֆետ, բուլկի, տեսել ենք։ Մեր իրականության մեջ էլ կանայք մինչև նորմալ ճաշի սեղան դնելը 1-2 կտոր լավաշով պանիրով սարքում են ուտում են փոքր բրդուճ։ Ու ինչ ա լինում, հետո նստում են սեղանի մոտ, բայց ես սոված չեմ։ Կամ էլ հակառակը ուտում են նաև ինչ որ սեղանի վրա կա։ Ուրեմն հիշենք, գազավորված ըմպելիքները պետք է հեռացնել սննդակարգից, ցանկալի է, որովհետև նրանք ունեն բարձր կալորիաներ եւ առողջական լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։ Երկրորդ տեղում ալկոհոլն է, հեղուկ կալորիաների թվում, ինչպես է ալկոհոլը խանգարում նիհարել։ Մեր հայրականության մեջ ալկոհոլը շատ մեծ գլոբալ թեմա է։ Ինչու՞, քանի որ մեր ընտանիքում երբեք ոչ ոք չի խմել, սկսած պապիկիցս, եղբայրներիցս սեր դեպի ալկոհոլ չի եղել, բայց քանի որ ամուսնուս կողմը Շամշադինի կողմից է, իսկ իրանք յուրահատուկ գինի ունեն, անգամ շիրա են ասում, դեռ մաճար տարբերակում, սիրում են, սեր ունեն, խմող չեն շատ, բայց սեր ունեն։ Ու ես նկատել եմ հենց ամուսնանալուց հետո, որ ընտանիքում կա սովորություն ու շատ ընտանիքներում, որտեղ իմ ընտանիքը ինքը փոքր է, բայց ամուսնու շրջապատը մեծ է, ուտելու ընթացքում անգամ ճաշի սեղանին, եթե առիթ չկա, մի բաժակ օղի խմելը։ Այն թաքնված մտքի տակ, որ դիզինֆեկցիա է անում օրգանիզմը, բայց իրականում դա լրացուցիչ 150 գրամ օղին լրացուցիչ 200-250 կալորիա է։ Իսկ խնջույքների ժամանակ հաստատ 50 գրամով չենք սահմանափակվում, իսկ մենք հայերս խնջույք սիրող ենք։ Եվ հաջորդ մեծ հարվածը եղավ իմ, երբ որ ես տեսա, թե իմ մաման ոնց է լիկյոր պատրաստում, եւ 1 շիշ լիկյոր ստանալու համար օգտագործվեց մոտ կես կիլոգրամից ավել շաքարավազ։ Ուրեմն որքան քաղցր է ալկոհոլը, այնքան կալորիական։ Միանշանակ, այո, եթե թողնենք չոր մնացորդը այս ամեն ինչի, եւ բացի դա ալկոհոլը ախորժակ է գրգռում։ Այո։ Օրգանիզմում ախորժակ է գրգռում։ Ես օրինակ մի հատ փոքր լայֆխակ կտամ, հատկապես տոն օրերին կիրառելու համար։ Չի լինի հրաժարվել ալկոհոլից, ես ինքս կատեգորիկ չեմ խմում, չեմ սիրում, ոչ թե դա առողջ ապրելակերպից է գալիս, այլ չունեմ անգամ սովորական գարեջուր, չեմ խմում, չեմ սիրում։ Այդպեսին է։ Եթե խմում եք ալկոհոլ որևէ, օրինակ խմեցիք օղի 1 բաժակ, 1 բաժակ ջուր, 1 բաժակ օղի, 1 բաժակ ջուր, 1 բաժակ օղի, 1 բաժակ ջուր, բայց ինքը ավելի թուլացնում է ազդեցությունը եւ օգնում է հեշտ դուրս գա օրգանիզմից, բացի այդ ինքը սպիրտը ջրազրկում է օրգանիզմը։ Ախորժակն էլ էստեղ մեծ դեր ունի, խմիչքը ախորժակ է գրգռում եւ աննկատ մենք ուտում ենք շատ։ Ես դա նույնպես նկատեցի ամուսնանալուց հետո, երբ որ լավ ուտելիք էր կիսուր մայրիկը պատրաստում, իսկ ինքը յուրահատուկ է պատրաստում, ամուսինս ասում էր կեսարարիս էլ նույնպես։ Եկեք մի բաժակ մի բան խմենք, որ լավ ուտենք։ Ու այո, ես որ խմիչքից հեռու էի, ես այդ ամեն ինչը ամուսնական կյանքի ընթացքում ինձ համար պարզաբանեցի ու զգուշ պետք է լինել խմիչքից, նաև այստեղ ուզում եմ խոսել գարեջրի մասին։ Հեսա ամառը գալու մի քանի ամսից, տաքանա, գարեջուրը շատ ազդում է հորմոնալ ֆոնի վրա տղամարդկանց։ Այսօր մենք տեսնում ենք տղամարդիկ, ովքեր ունեն կոնքեր, ազդրեր կանանց նման, ունեն շատ մեծ որովային անգամ տերմին կա, հա, գարեջրային փորիկ կոչվածը։ Ինքը անվնաս խմիչք չի։ Ցանկացած խմիչք ունի շատ կալորիականություն, իր հետևից ունի հետևանքներ եւ այն սնեքերը, փոքր ուտելիքները, որ մենք ուտում ենք գարեջրի հետ, աղի ուտելիքները, վատ ուտելիքները, մշակված ուտելիքները, բոլորը վնաս են եւ տեղավորվում են սիրուն որովայնում, դառնալով մեծ որովայն։ Այո, ել չենք խոսում, որ գարեջուրը ավելացնում է էստրոգենները, կանացի հորմոնները տղամարդկանց օրգանիզմում եւ այստեղից էլ արդեն տղամարդկանց սեռական ֆունկցիայի տարատեսակ խանգարումներ կարող են լինել, ի թիվս այլ խնդիրների։ Ալկոհոլից կարելի է հրաժարվել։ Սուրճից դժվար։ Իսկ սուրճը օգնում թե խանգարում է նիհարել։ Ես ինքս նույնպես հիմա կզարմանաք, բայց սուրճ նույնպես չեմ խմում, չնայած մեր ընտանիքում ու ընդհանրապես հայկական ավանդությունում սուրճը դա հյուրընկալության նշան է։
Մեր տունը կա սուրճ, որը տարվա սկզբին գնում ենք եւ մինչեւ տարվա վերջ ինք այդպես փակ տուփով մնում է։ Չեմ օգտագործում ընդհանրապես, ֆավորիտներից մեջ միայն թեյն է, բայց սուրճը ինքը վտանգավոր չի, սուրճը լավ խմիչք, լավ ըմպելիք է, լավ հաճույք է պատճառում, այո, տոնուս էներգիա է տալիս, բայց սուրճը ունի մեկ թերություն այն մարդկանց համար, ովքեր սիրում են սուրճը դատարկ չխմել։ Եվ ես ունեմ հաճախորդներ, որոնց հետ ընթացքում շփվելու, երբ որ տան այց եմ գնում, հյուր իրենց, ընտանիքի հետ ծանոթանալու, սննդակարգին, սառնարանին ծանոթանալու, նկատում եմ, որ սուրճ ենք խմում, okay, 2-3 անգամ, 2-3 ժամվա ընթացքում մինչև շփվում ենք սուրճ ենք խմում եւ ամեն սուրճի հետ մեկ հատ կոնֆետ։ Ես հետ եմ դառնում սննդակարգին, որ գտնեմ պատճառը, թե ինչն էր խնդիրը, որ քաշը դժվար էր իջնում, տեսնում եմ, որ օրվա մեջ 7 անգամ սուրճ է խմում։ Վերադառնալով անալիզ անելով հասկանում եմ, որ այդ 7-ի հետ 7 հատ կոնֆետ է եղել։ Բացի այդ խմում են սուրճը կաթով կամ սուրճը սերուցքով։ Կաթով տարբերակին դեմ չեմ, կաթի ալտերնատիվաներ էլ կան, սովորական կովի կաթը դե թողենք մի կողմ, ալտերնատիվներ էլ կան, կոկոս, նուշ եւ այլ։ Խնդիր չունեմ դրանց հետ կապված, եթե էլի հավելյալ սիրոպ կամ շաքարավազ չի ավելացվում, սակայն սլիվկաների տարբերակը, սերուցքի տարբերակը շատ ճարպոտ են, ամենացածր ճարպի քանակ ունեցող սլիվկաները այսօր սերուցքը դա 15-ից 20%-ն է, իսկ 20% մաքուր ճարպ ուղարկել օրգանիզմ, բնականաբար չտեսնելով, այսօր կան շատ սուրճի կետեր կան, երիտասարդները գնում են տալով 1000-2000 դրամ, ամեն օրը մի քանի անգամ խմում են այդ սուրճերը, հենց սլիվկաներով ու սիրոպներով, եւ անցնում է ժամանակ, մազակալում, հորմոնալ խնդիր, ավել, քաշճար, պոտ մարմին, ցելյուլիտ, որտեղից եկավ։ Հետ ես գնում նայում ես իրականությունը, ցույց ես տալիս հերթերը, սուրճի կրպակների մոտ։ Հաջորդ 3 խումբ ընթերքները, որոնք խանգարում են մեզ նիհարել, դրանք միջուտեստներն են, չենք նկատում, թե ինչպես են այս փոքրիկ միջուտեստները ավելացնում քաշը։ Ինչու, որովհետև գնում գալիս մի բան դնում ենք բերանը եւ չենք էլ կասկածում, որ այդ փոքր ինչ որ բանը կարող է քաշ ավելացնել։ Իսկ մամերս զրույցից հետո մեզ լիքը հեյթ են անում, որտեվ ասել են վերջում լավ, բա ինչ ուտենք։ Պետք է ուտել չափի մեջ, ինձ թվում է։ Մենք նշում ենք նաեւ նույն միջուտեստների, հիմա կնշենք օգտակարության մասին, բայց նաեւ բարձր կալորիաների։ Այո, ես այստեղ խոսացի քիչ առաջ նաև գարեջրի մասին, գարեջրի հետ փոքր միջուտեստը, այսպես ասած չարազ կոչվածը, որ ինքը արտաքինից չի երևում, որ չափս ունի, բայց ունի շատ մեծ կալորիա։ Մենք բոլորս էլ 4-5 հատ չարազով հաստատ չենք բավարարվի, ուտելուց մի բուռ ուտում ենք, իսկ այդ մի բուռը մոտ 100 գրամ է, իսկ 100 գրամը միջինում 600-ից 700 կալորիա է։ Աննկատ գնաց։ Փոքր ժամանակ իմ համար հարստության ու գեղեցկության նշան էր, երբ մտնում էինք հարուստ բարեկամի տուն եւ սեղանին դրված էր գեղեցիկ ափսե լիքը չարազով։ Բայց հիմա ես տունը այդպես չեմ անում։ Չարազը դարակում դրված է եւ միջուտեստի ժամին հանում ենք 4-5 հատ ուտում ենք որպես օգտակար ճարպ, որովհետեւ նկատել եմ, երբ որ դաս դրված է սեղանին, գնում գալիս ես, հատկապես երբ որ մի փոքր նյարդային ֆոնի վրա կամ զրուցում ես, չես նկատում, հոп, մի հատ տարար, 2 հատ տարար, 3 հատ տարար։ Նույնը թխվածքաբլիթների մասին կարող եմ խոսել կոնֆետների մասին, որ դրված է սեղանին։ Հիմա կխոսենք թխվածքաբլիթների մասին, այո, շատ ծննդաբաններ ասում են, կարելի է նույնիսկ տորտ ուտելով նիհարել։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ձեզ բացատրեմ, այո, կարելի է անգամ տորտ ուտելով նիհարել, գոյություն ունի հեշտ հաշվարկ, ճարպ, սպիտակուց ածխաջուր եւ կալորիա։ Ինքը իրականում շատ վախենալու է թվում, այսպես ռուսերեն կոչված ԿԲԺ կոչվածը։ Շատ վախենալու է թվում առաջին հայացքից, բայց երբ դու 2-3 անգամ իրան անում ես, հասկանում ես, որ կարելի է իր հետ ընկերություն անել։ Երբ դու հաշվում ես քո օրվա կալորիաների մեջ տեղավորվող սպիտակուցի, օգտակար ածխաջրերի եւ ճարպի նորման, սննդակարգդ կառուցում ես այնպես, որ անգամ խախտումը տեղավորվի թե քո կալորիայի, թե քո ճարպերի, թե քո ածխաջրերի նորմայի մեջ։ Իհարկե միայն հիմնվել քաղցրավենիքից ստացված ածխաջրին պետք չի, ես օրինակ հաճախորդ ունեմ, միասին սովորում էինք, մենք ամեն օր չենք հաշվում կալորիաներ, որտեվ դա շատ ժամանակատար է, 1-2 օր սովորելու համար։ Ինքը մի օր ասեց, դե այսօր կալորիաներս քիչ է, որ նորման ստանամ, 2 կտոր Նապոլեոն եմ կերել։ Ասում եմ, բայց ախր մի հիմնվի մենակ կալորիայի վրա, բա մնացածը։ Նորից վերադարձանք, նորից աշխատեցինք, եթե տեղավորվում է ճարպի, ածխաջրի, սպիտակուց եւ կալորիայի չափման ընդհանուր ձեր օրվա նորմայի մեջ, ապա իհարկե կերեք։ Իհարկե դժվար է պահել նորման, որովհետև թխվածքաբլիթների կալորիականությունը բավականին բարձր է, այս դեպքում դուք շատ օգտակար
նյութերից, վիտամիններից, նուտրիենտներից ձեր օրգանիզմը կզրկեք, չարժե։ Խոսելով միջուտեսների մասին, արևածաղկի սերմերը օգտակար են, վնասակար են, օգնում են նիհարել, թե խանգարում։ Ցանկացած սերմեր իրանք օգտակար են, սերմեր կան, որ համարվում են սուպերֆուդեր, բայց նաև ինչ որ միտեղ սերմերի օգտակարությունը չափազանցրած է իրականում։ Էլի անդրադառնամ հաճախորդներին, էլի կալորիա, սպիտակուց, ճարպ, ածխաջուր, ինչպես քիչ առաջ նաև նշեցի քաղցրի հետ կապված, այո, վիտամին չես ստանում, դրա համար պետք է հաշվարկ հստակ ունենաս, որ ստանաս եւ սպիտակուց, եւ ածխաջուր, եւ ճարպ նորմայի մեջ կալորիայի։ Հիմա կան հաճախորդներ, ովքեր առավոտյան մեկական գթալ չիա, կտավատ, արևածաղիկ, քունջուտ լցնում են, ստանում են մոտ 200 գրամանոց մի փունջ, վրան ավելացնում են մածուն, ուտում են այն մտքով, որ նիհարում են կամ դա օգտակար է։ Դա օգտակար է, բայց դա սարսափելի կալորիական է, որովհետև նույն ձեթը, որ ստանում են արևածաղկից, 100 գրամը 1000 կալորիա, մեկին մեկ այսպես կալորիականությունը դիտարկենք, այդտեղից նույնպես ստանում ես ահռելի մեծ կալորիաներ։ Քեզ թվում է թե անվնասը չափից ելնելով, բայց իրականում ինքը շատ կալորիական է, չնայած չեմ կարող չխոսել նաև օգտակարության մասին։ Օգտակարը չափի մեջ, գեղեցիկ, նույնպես չափի մեջ։ Մեկ թեյի գթալ օրվա համար, եթե դուք կիրառեք, չգիտեմ, նույն չիան, մեկ թեյի գթալ, նորմա է։ Իսկ արևածաղկի սերմերը, մեկ բուռը բավական է։ Երեկոյան սովորաբար օգտագործում են։ Ինչի մասին մենք քիչ առաջ խոսացինք, այո, արևածաղիկը ունի հիվանդություն, մինչև չի վերջանում, չես հանգստանում։ Դրա համար կամ փորձում ենք քիչ գնել, կամ փորձում ենք հեռու մնալ, կամ էլ փորձում ենք ինչ-որ մի ձև տեղավորել օրվա կալորիականության նորմայի մեջ, որովհետև մի բուռով հաստատ չենք կստանա, կես կիլոն էլ իր հետևից բերում է շատ մեծ կալորիական հետևանքներ, որոնք ես դեմ չեմ, ես չեմ ասում, որ կալորիան դա հիվանդություն է, չէ, պետք չի դնել հաշվել, կերեք, բայց ծախսեք, կերեք, բայց ծախսեք, դրա համար մթերքից վախենալ պետք չի, այստեղ մենք խնդիր ունենք, մեծ խնդիր ունենք, մարդիկ շատ են քչացնում կալորիաները, անգամ ներքին շեմից ցածր, որ օրգանիզմի գործունեության համար անհրաժեշտ, սուտ նիհարելու համար, օրգանիզմը սովորում է ցածր կալորիային, շատ ցածր կալորիային օրգանիզմը սովորում է եւ ինչու են դիետայից հետո նորից քաշ հավաքում, որովհետեւ այլ օրգանիզմը հնի նման նյութափոխանակություն չունի, իսկ դու այստեղ կերար 200 կալորիա ավել, չի կարում ինքը վարսի դա։ Դրա համար պետք չի վախենալ կալորիա ստանալուց։ Պետք է մտածել ինչպես այն ծախսել։ Եվ եթե առաջ հնարավոր էր մի փոքր ֆիզիկական ակտիվությունով նիհարել, այսօր սնունդը դարձել է շատ կալորիական, եւ ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի ավելի շատ, քան առաջ էր։ Փոփկորնից պետք է վախենալ։ Շատ։ Երեխաների եւ մեծերի սիրելի միջուտեսը հատկապես երբ ֆիլմ ենք դիտում, այն օգտակար է թե վնասակար։ Անիմաստ կալորիա։ Անիմաստ կալորիա, ոչ մի օգտակարություն չունի ընդհանրապես։ Անիմաստ կալորիա, բայց ամբողջությամբ կտրել նորից եմ ասում չի լինի երեխային ասել, գիտես ինչ, չէ, ոչ, բայց ոչ ամեն օր։ Ասենք 2-3 ամիսը մեկ ֆիլմ դիտելուց լավ կարելի է մի փոքր, բայց ոչ ամեն օր, որովհետև զրկանք միշտ գիտենք, չէ, փոքրուց դասավանդել աստվածաշնչից եւ այլնից, որ արգելված պտուղը քաղցր է։ Այդ երեխան մեծանալու է եւ այն, որ ինքը չի կերել դա փոքր ժամանակ, բերելու այն հետևանքին, որ ինքը մեծ տարիքում շատ է դա ուտելու։ Իսկ փոփկորնի չափն անցնելը կարող է ստամոքսում խնդիրներ առաջացնել։ Ինքը արդեն մթերքը, որը ի սկզբանե առաջացնում է հենց աղիքներում մթերք։ Ինքը կարող է դառնալ հետևանք քարի լյարդում։ Իսկ հատկապես երեխաների մոտ։ Պետք չի խաղալ երեխաների ենթաստամոքսային գեղձի հետ։ Շատերը բարդում են առողջական խնդիրները հիմնականում գենետիկայի վրա։ Ես համաձայն եմ, որ գենետիկան կապ ունի, բայց ես համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ գենետիկան դա եկեք չասենք գենետիկա, ասենք ժառանգություն, ժառանգականություն, դա սովորություններն է։ Սովորությունները, որ երբ որ տեսնում է, որ ծնողը դա անում է, երեխան նույնպես նույնը կրկնում է։ Եթե երեխան տեսնում է, որ ծնողը ամեն երեկո կամ շաբաթվա մեջ 1-2 անգամ պոպկորնով թասը պատրաստում, դնում է ու իրանք ուտում են դա, աղջիկը ամուսնացավ գնաց իր ընտանիքի համար անելու, տղան ամուսնացավ պահանջելու է կնոջից։ Դրա համար ժառանգականության ֆակտորը դա ոչ միայն գենն է, դա նաև սովորություններն է։ Երեխային պետք չի ասել, երեխային պետք է ցույց տալ։ Ցույց տվեք առողջ ծննդային սովորություններ, փոխեք վարքականոնը ձեր երեխայի մոտ առողջ ապրելու համար եւ վերջին երրորդ խումբ մթերքները ածխաջուր պլյուս ճարպ
մթերքների համատեղումն է։ Մենք խոսեցինք թխվածքների մասին, առաջարկում եմ խոսենք ամենավտանգավոր մթերքի մասին, դա կարտոֆիլ ֆրին է, որ այդքան շատ սիրում են երեխաները։ Ինչ վտանգավորություն ունի, ինչ կալորիաների մասին է խոսքը։ Ինքը օրգանիզմի առողջության համար ամենավտանգավոր, ծայրահեղ վտանգավոր սնունդն է, դա սննդային աղբ է համարվում։ Ես ընդհանրապես սննդին աղբ չեմ սիրում ասել, բայց ինքը սննդային աղբ է։ Եվ ես միշտ ասում, երբ որ տեսնում եմ այդ կարտոֆիլ ֆրին ուտում են, նորից չես կարող արգելել, որտեվ դա հետագայում բերելու է իր հետևանքներին։ Բայց ես ապրում եմ տարածքում, որտեղ որ ֆաստ ֆուդի կետեր մոտիկ են բավական եւ ամեն անգամ մեծ պատուհանների կողքով անցնելուց հաճախ անգամ ուշադրություն եմ դարձնում նույն դեմքերը, տեսողական հիշողությունս լավն է, երեխաների հետ նստած ուտում են կարտոֆիլ ֆրի, ուտում են պանրային սոուսներ, ուտում են շատ կծուված սնունդ, ծնողը ուտում է, երեխան տենում է, սովորում է։ Ճարպ, ածխաջուր, ամենամեծ վտանգը օրգանիզմի համար։ Դա ես միշտ ասում եմ ներերակային, ոնց են բան սիստեմա միացնում, չէ՞, ներերակային խոլեստերին։ Միացնում ես ու հետո ասում ես, թե որտեղից առաջացավ խնդիր։ Միֆ չէ նաև, որ քաղցկեղածին է։ Այո, միանշանակ վերամշակված մթերք, քաղցկեղածին ցանկացած վերամշակված մթերք, սկսած երշիկեղենից, սկսած կարտոֆիլ ֆրից, այնտեղ կարտոֆիլ որպես այդպեսին չկա։ Ոնց ալնում, որ սովորական կարտոֆիլը կտրում ես, դնում ես ջեռոցի մեջ, ինքը մի տեսակ հում է մնում, չոր է մնում, պետքա լրացուցիչ իրան փակես, հետո բացես, գործողություն կատարես, որ ինքը լինի, կամ ճարպաջեռոցի մեջ ես դնում, ֆրի չի ստացվում, չէ՞ ինքը, բայց ֆրին պաչկայով առնում ես, դնում ես, վուալա, այդ ոնց ստացվեց։ Ինչեւ այդ գործողությունները իր հետ արվել, որ չպետք է արվեր։ Դրա համար ունենում ենք այն, ինչ չպետք է ունենանք։ Եվ վերջինը խոսենք կոնֆետների մասին, ինչ անեն քաղցրակերները։ Գիտեն, այո, որ կալորիական է, բայց չեն կարողանում հրաժարվել։ Որն է այլընտրանքը։ Քաղցրակերներ ջան, այսօր շատ քաղցրի օգտակար քաղցրի ալտերնատիվներ կան, բայց միևնույն է, ես ինչպես մեր նախորդ զրույցից մեկում ասեցի, միևնույն է, եթե մարդ ուզում է ուտի այդ կոնֆետը ու իրեն խափի ոչինչով, չուտի ինքը այդ բան կոնֆետը, ուտի ուրիշ բան, ջուր խմի, չգիտեմ, միս ուտի, միրգ ուտի, ինքը մեկա դրա հետ զուգահեռ անցնելու է մի քանի ժամ, նորից գնալու այդ կոնֆետը վերցնի ու ուտի։ Դրա համար ավելի լավ է ուղղակի սահմանել ժամեր, օրվա առաջին կեսին ուտել այդ խախտումը անել, որովհետև օրգանիզմը քանի գնում է դեպի երեկո, հետափոխանակությունը դանդաղում ուզում է հանգստանա օրգանիզմը, պատրաստվում է քնի ռեժիմի եւ ստամոքսի խուփը կլապանը փակվում է ու այնտեղ արդեն գործողություններ տեղի չի ունենում։ Օրվա առաջին կեսին կերեք, ծախսեք, բայց էլի ամեն ինչ գալիս է չափի մեջ։ Ես երբեք չեմ արգելում, նիհարելը չպետք է լինի եւ հավասարվի սահմանափակելուն։ Եվ շատ հաճախ նաեւ կա մի հատ մեծ խնդիր, որը կոչվում է ստրեսից ուտել։ Ստրեսից սոված լինել, ստրեսից ուտել հավասար չի չաղանալ, հավասար է չաղանալուն, այսինքն հաճախ մարդիկ սովի զգացողությունը, որը ծագել է ստրեսից, իրական սովի զգացողության հետ շփոթում են եւ հենց այդ ստրեսային ֆոնի վրա փորձում են հանգեցնել դա քաղցրով, արդարանալով։ Ես ինքս ունեցել եմ այդ խնդիրը իմ կյանքում, ես ուտելիքի միջոցով տրամադրություն բարձրացնող մարդ եմ եղել ու ամեն դժվար կյանքի իրավիճակում միշտ դիմել եմ ուտելիքին ու քաղցրավենիքին, որը հետագայում կանգնացրեց ինձ մի հատ մեծ փաստի առաջ, որ ես ամաչում էի տանից դուրս գայի, ինչու հետո ես ունեի շատ լուրջ մաշկի խնդիրներ, ու երբ որ ես գնացի մաշկաբանի մոտ, ինձ ասեցին, որ պետքա հրաժարվես, արդեն հասել էր այնտեղ, որ հրաժարվես Քաղցրից։ Այո, հրաժարվես քաղցրից։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ունենա այդ ապրումներ, որտեղ այսօր ես տեսնում եմ երիտասարդներ, ում մաշկը տարբեր պատճառներով, մեկի մոտ աղիքների պատճառով, մեկի մոտ քաղցրի վատ ապրելակերպի հետևանքում լավը չի, դա այսօր խնդիր է, բայց մեծ գլոբալ, երբ որ դու պարզ ածխաջուրը հանում ես քո ապրելակերպից, խնդիրը 70%-ով լուծվում է։ Շնորհակալություն ձեզ Անժելա, անկեղծության եւ հետաքրքիր զրույցի համար։ Մենք զրուցում ենք սննդաբան Անժելա Ութուջյանի հետ, դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շարունակեք հետևել մեր թողարկումներին, ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում, կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։